Բարի օր, սիրելի հետևորդներ ջան։ Այսօր իմ ազատորն է եւ երկրորդ վլոգս եմ սկսում։ Գործերս սկսելու ժամանակն է եկել։ Հացս անուշամարել, դուրս եմ եկել, որ աշխատանքներ կատարեմ իմ տնտեսության մեջ։ Թռչունները սիրուն երգում են, ամենքը մի կողմից տարբեր ձայներ են հանում։ Պատկերասրահը շատ սիրուն է։ Առավոտվա համեմատ մի քիչ ցրտել է, այն լավ ուժեղ շոքը անցկացավ, լավ հասցրի, մեղուներիս նայեցի։ Հիմա արդեն մյուս գործերիս անցնեմ, որոնք նույնպես շատ ու շատ կարևոր են։ Դե սկսեմ։ Առաջին հերթին ցույց տամ, որ ուզում եմ սրանց հագնել արդեն իմ բախչում գործեր անելու ժամանակ։ Չգիտեմ, կհարմարվեմ, թե չէ, հիմա կփորձեմ, պիտակը կպոկեմ ու կհագնեմ։ Ներքև դնեմ և փորձեմ։ Այստեղ քոթուկների մոտ։ Մի քիչ առաջ մեքենայով նման բաներ էին վաճառում։ Այդ պահին ես դրսում էի ու հենց իմացա, քանի որ սիգնալ տալով մեքենաները պտտվում են, ասում են, թե ինչ են վաճառում, բայց քանի որ ես ունեմ, էլ չմոտեցա։ Հիմնականում սրանից էին վաճառում, տարբեր չափերի, մեծերի և փոքրերի մի խոսքով։ Եվ հիմա իմը փորձեմ։ Արդեն պիտակը պոկել եմ և փորձում եմ։ Մի քիչ հասնազգ եմ հագել, քանի որ սա չափսերով մի քիչ մեծ է։ Այսպես։ Բասանոչկայի պես։ Օ, այստեղ փուչ է, այդքան մեծ է, բայց ուզեցի հագնել։ Ու գնամ արդեն գործերիս։ Սիրելի հետևորդներ ջան, ուզում եմ բրցյան անպատի վերևը, այդ փափուկ խոտերը հնձեմ։ Առավոտը այն կողմից մի քիչ փետեցի ձեռով, քանի որ համ վազների տարածքներ, համ էլ ընդեղ ծաղիկներ կար, բայց այս կողքը տարածքը ազատ է։ Գերանտիս սեյս դնեմ, հետո գնամ այն կողքից բրցյանամ ու կամ։ Այս իմա վախեցի, ես ոնց վախեցի քեզանից, եկել աստեղ քնել, սիրելի հետևորդներ ջան, ճիշտն ասած վախելով գալիս էի, ասի թե որ կրյաները կան, օձել կլնի, բայց իմ Սիման չի թողնի ստեղ օձ լնի, համ ասում եմ, համ ոտքիս առաջն եմ նայում, ծնգնահար խոտ է ելել, խակերանդինը տեղը, այս խոտը անցակենում էլի արդեն, հնձեմ հավերիս տամ, ես էլ մեր Սիմը չկան, լատու գնա, տենան ոնց եմ հնձում, որ կողքիսն եմ սկսում, դե գնա Սիմա ջան, գնա, տարածքը հաստատ մաքուր կլի օձերից, լավ, արի ես կողքը հանկարծ գերանդին չկպչի, դու մի քիչ դեռ քնակոլոլ ես, կարող է թռչես, դե դավայ, գնա, օպա, վիսյո, հմիկը սկսեմ հնձելը, սիրել է հետևորդներ ջան, ես ինչ լավ կանա, չա է, բա, օպա, հարի կպավ, մին որ ծերը բաց հանեմ, արդեն շուռ ա գալի խոտը, Այնքան էլ խիտ է, լապտիտ կամ ես կուրը, ստիպած եմ արել, որ ես կողքը հնձեմ դեսը շուր տամ, գերանդվի քիրովը շուր տամ,
կանխիտ է, գերանդին զավթում չի։ Քարերը մի քիչ ներքև են, բայց աշխատեմ հնձեմ։ Խոտը, որ հասած ալում է, սիրելի հետևորդներ ջան, հնձելը հեշտ է ալում։ Ես իմ թազա կոշիկները հագել եմ, մի քիչ մեծ է, բայց մնում է ոտքիս։ Այստեղ խաղի վազ ունեմ, ամբուժ վազն է։ Այս վազը մին փչացել էր։ Ինչ-ինչ պատճառներով փչացել էր։ Հատկապես եկա այս կողքը, որ սրա տեղը ազատեմ։ Այս ինչքան խիտ է խոտը, լավ մի հետ տեսը շուր տամ։ Այս միրեսից նել հնձեմ, տեսը բերեմ։ Այս ձևի խոտը, որ հավերին ենք տալիս, պետք է կտորենք նոր տանք, էլի, թե չէ սենց երկար, իրանք կարալ չեն ուտեն։ Ոնց ասած թազա գործ է բացելում։ Ենքան պտիտ տիմ գալ իմ ուզած տեղը հնձեմ։ Էլ աճելը ստի։ Այսքան տեղը անընդհատ այս նույն խոտն է աճում։ Մնելա ուրիշ մոլախոտ չի աճելը ստի։ Որ շուռ է եկել խոտը, լավ չի հնձվում էլի, համարյա թե անցակ ենում, ենա լավ հասցրի։ Այդ շուռեկազնին էլ լորեմ, այդ էլ հնձեմ, ստացվում է։ Ես հնձածս հվակ եմ, որ այդ շուռեկազնին էլ կարենամ, թե չէ, լատենա մնել Ոյ քար կարստի, էտ էլ այ, որ վախելով եմ տալի գերանդին։ Այս ինչ քար էր, որ ստի։ Լատենակ մեծ ա, թե։ Այ, սրա մեծը կտրի, թե սա մեծ քարա։ Այ, էսա։ Ենեմ ստի պատի կողքին, որ հետո չխանգարի։ Հաջորդ անգամ, հաջորդ դասին, հապել ապտիտ կան, այս հողքի վրա շուր տամ, պարկել ախոտն էլի, արդեն հվարքեմ, որ հվակեմ արդեն մաշուր կլի, թե ինչն ինչոց է։ Խոտերի ֆոտը, որ նոր հնձում ենք, մեծ լավ ֆոտ է ալում, յուրահատուկ, տարբերվող։ Դե ծաղկի հոտերին չի հասնի, բայց թե նոր հնձած խոտի ֆոտը ուրիշ է էլի։ Այսքանը հմի պետքա կտորեմ նոր հավերին տամ։ Այս ոնց հաշուռ եկել, բայց այս խոտը, որ հավն ուտում է, լավ է ձուածում։ Էտ էլ է շուռ եկած։ Այս ինչա դեսը բերեմ։ Հետո այս մի կողքինը։ Որպեսի շատ կրանան ոչվի կենամ։ Ենա չոքել եմ ու հվաքում եմ։
Այնքան շոք հա, ես էլ թեփքա որ շոր հապա։ Մին սառը քամի քչեց։ Այ ոնց հաշուռ եկել։ Մի մնել դիմ գերանդին պտտել ստի։ Այս տեսը բերեմ։ Հետո նույն տեղը մնել սկսեմ։ Մանավանդ որ ստի վազը կաս, այ։ Այս ամբուժ վազնա, բալի թե մեծանա էլի աշխար ընգնի։ Այս մի ձևի սեզա խոտա, սրա հնձելը մի քիչ կրակա։ Հոտով պհեմ վազը, այս էլ ձեռա կտրում է, եթե ձեռով փետենք, կար արխեին ճղե, արին անե, էդ մեզ պետք չի, այս կարգի խիտ, Ձմռվա խոտա, կովերի։ Ոյ, ստի թարս տեղա էլի, այս թե ես պետք անպայման իմ ուզածն անեմ։ Եկ հատեղ բաց հայլել։ Ես էլ հվակեմ, լցնեմ լագանը, սուտի մուտի մնաց, էդ էլ հեչ, կարևորը են շատ խիտը հնձել եմ, են կարգի խիտ աղու, արդեն խոտը պարկել է, էլի, վերանգել, դրան հնձելը մի քիչ դժվարություն առաջացնում էլի, ոնց եմ անել ես իմ, ամեն բան իրա դժվարությունն էլ ունի, հեշտությունն էլ ունի, այս մի փունջն էլ հլա հնձեմ մաքրեմ, իսել, Միքսա ես էլա պարկելու շատ լավն է, ես ոնց անեմ, որ հնձե մտի էլ ստորբա կա, էտ ախնգարում, որ գերանդին պտտեմ էլ իլի արժեք, գերանդին պտտելու ման պետք է տեղը լի արժեք ազատելի, անցկեն ամեն մի կուրը, ստորբ ես մի կուրն անցկենամ, համել ստի էլ կա, այ ստի են կապույտ ծաղիկն աճել, էտ էլ հնձեմ, չեմ ուզում ստի, Անտեղի աճի, հետո չորանում է, զիբիլ է դառնում։ Սիրուն կմաքրվի ստի։ Միք այս մի կրնուցը հլա սկսեմ։ Էլի այս ստորբ են որ չլեր այս պահին ես ավելի հեշտ կլեի այս թե էտ այս ինչ ասում ստի ընձածը մին հվակ եմ էլի Պա, դանին ու զանգին գնացել են վերևը խոտերի միջին, իրանց հով են զգում ընդի, հով տեղ են գտել իրանց մա,
Իրանք ջանի ղադրը գիտեն։ Մենք հա որ ոչ շոքին ենք մտիկանում, ոչ է ցրտին։ Հա, տեղը դիմաց տվիր։ Դե հակ ես ինքան շատ խոտ է, լավ այսքան տեղիցը։ Դա թողում տեի կորչի։ Այս մի փունջը Զուդը ստորբի որքումն է, ես էլ հլասը հեծերով փետ եմ։ Դայ։ Լավից վատից ստացվեց։ Մի հարցնեն ատ հես լագանը, ոտով լիքը ոնց տիմի ես ներքև բերել։ Աչկիս փետերի վրա դնեմ։ Հետո ներքևից կգամ վիրկունիմ էլի, ուրիշ տարբերակ չունիմ։ Վեհմի թոլը լի, արածս հետ չլի։ Ոնց որ թե լումա։ Հետն էլ փուլ չի ածեմ։ Այսուրա թեքնունին։ Ահա, ոյ։ Ստացվեց, սիրելի հետևորդներ ջան։ Ապրանք պահողը մի պատար խոտ, որ մի տեղ տենում է, ուզման պայման իր ապրանքին տա էլի։ Ինչ վատեր, այսքան տեղը բաց է, լավ։ Էդ էլ հլա տենամ։ Էդ էլ մի օր կանեմ, թե ձեր հետ, թե առանց ձեզ, էդ էլ տիմանել, մնալ չտի։ Մի որ հնձեն, ճլորին տի։ Մին հլա տենամ սրան ոնց են ուտում։ Հետո էլի կփորձեմ։ Բազը բաց հայլել, են մի ճուղ կտեսը թեքն անգել։ Ստի կբերեմ կկապեմ, բայց մի դրանով չեմ զբաղվում, հավերս ինձ են ճամփապում։ Այս իմա, ինչ էլ հով տեղ էր գտել իրամա։ Հավերս ճամփային պհում, պատի գլխիցը բարի հաջողի չելեմ, քոթուկ եմ բերել ստի նստել ես մի քոթկի կշտին, հետո կանանչը կտորում եմ կացնով, այս սենց, որ հավերը սուտ են, ստի վեդրո եմ դրել, ես վեդրոն եմ լցնում, են որ մեմ են մարդ կա չէ, ասմա տնական ձունխի աթանք, այս սենց բաների հմար աթանք, Այս պահին մեր գեղումո տնական ձուն 90 դրամ արժե, բայց թե ես հա կեժանանա, կդարնա 80, մի ամիս էլ տհե կգնա, հետո թե ինձ աստիճանաբար ամիս, որ ձուն շտանում արդեն, կամ ընդհանրապես ամեն ինչը որ շտանում ա, արդեն գինը ընգնում ա, բայց ինչքան էլ ծվի գինը ընգնի, տվյալ շրջանին համապատասխանալու։ Մի քիչ սենց կողքերի վրա ցիրուցանալու, բայց հետել վերջումը ավելի ձերով հվաքում եմ։ Այս ձևով իմ ծնողնին անեին, իրանցից եմ սովորել, սիրելի հետևորդներ ջան, իմ հերը խոտը հնձեր բերեր, իմ մերն էր մի տեղ նստեր, հետո սհեկացնով կտորեր։ Ես էլ այդ կողքի վեր տարածնին հվաքեի, թե որ ամեն գործանելիս ձեր երեխանցը, ձեր թորներին, ձեր կուշտը կանչեցեք, որ ձեր արած գործը տենան, հետո սվորին։ Այս ձևի կտորած
լրիվ ուտում են, գոնե մի ծեղ թողում չեն։ Ինչ եք ճլմկոտում, դունչ տնչի են տվելու քնել։ Հնարել ես պահին վիկենամ տեսաղցիկը պտտեմ, բայց գործ եմ անում։ Պատկերացրեք, այնա ասում եմ։ Պորտիկ են էլ է տակետնի վրա, մի այլ կարգի շոքա, համ ես մի կուրը մի քիչ շվակ հանգել, այն ինչ որ պատի վերևն էի, քրտինքը վրա էր տվել, մին գնացել եմ տուն այդ ընթացքում, մի բաժակ սառը ջուր եմ խմել, իմ հեղնար աղբրիցը, հետո նոր եկել եմ գործս սկսել եմ, համ ես քան արագի մեջ պետքա կտորեմ, հենց ես Վեդրոն լկցվի հերիքա, այսինքն որ ես մի լական խոտը հնձել եմ, սա մի քանի հերթ պետքա այս նույն եղանակով տամ, հրես են որ կողքին վերադառնում, հվակելտին, սե հենց լցնել, հելով դիմանա, շոքերն են սկսվում, ձեզ լավ նայեք սիրելի հետևորդներ ջան, այս շոքերին, շատ արևի տակին կենակ ոչ էլի, հեռախոսը որ հեռախոսա, մինչև որ վերևը հնձեցի եկա տեղա հեռախոսս պճպճում ա, մի քիչ էլ այդ մահանովը գնացի տուն, ես այս սառը ջուր խմեցի, հեռախոսս մի քիչ հովացավ, որ կարենամ գործս շարունակեմ, այս հենց հավեսով։ Մի հատ ակլոր, այն որ ասեի ճուտեր են, չէ, մի հատը ժաժանգել, սկսել ա կիկրեղի անելը, հմինայ արոպ են մին կիկրեղի անում են, ինչ որ են վենց ակլորնա, դե որ վենց անում են, մի քիչ ծանրակ շիր են դառնում էլի, այդքան շուտ ծուղրուղու չեն անում, բայց ջահել որ ցակնին, իրանց ուրխությունիցը թեհլ է ինչ գիտեմ ոչ, ես էլ որի որ թերտնա այս ընթացքում, ծուղրուղու հա ծուղրուղու, այսպես, 10-ից ավել ակլոր ունեմ այս պահին, բայց ոչ մեկը վաճառքի չի, սիրելի հետևորդներ ջան, հավեսով շարունակեմ գործս, հանի որ էլ շատ գործեր ունիմ անելու, կարտոշկեն էլ ա փողազանելու, արդեն դրա վախտն էլ ա եկել, այն ա իսկականն ա, եսա հովը կգնի, հովի հետ այդ գործն էլ կանեմ, սոր շատ գործարի, աջանա, մեծանան ակլորներս, որ թորներս կան, ռեխերքս կան, իրանց մարտի մորթել, այդ դրանք վաճառքի չեն։ Մարե թե Վեդրոն լկցվում ասա, այս է հենց։ Ճիշտ ատի վերևը դժվարացա, դժվար հնձեցի, բայց այս խոտը շատ լավն ա հավերի մա էլի։ Կարալ չէի, որ բրախ եմ, ընդի չորանա, կորչի։ Այդ կողքին էլ կլի շատ վեր դարած։ Եկա, ակլոր աղա, գալիս եմ։ Չնայած նրանք սոված չեն, ռավոտնել էի մխելի բան արել, տվել խոտը, ճիշտ ա ձեռով էի փետել, բայց այն իրանց մսուրքը խոտով լկցրել էի։ Այս նույն ձևով շարունակեմ, սիրելի հետևորդներ ջան, Վեդրոն կլցվի, կտանիմ իրանց կտամ։ Մեմենն էլ, որ երկար կլի մնացած, էդ էլ գրաղ կքաշեմ ձեռի հետ։
Հալկցվեց, հա։ Մի քիչելու, որ ես գիտենամ մի վեդրո լիքը տվել եմ, էլի հանգիստելի։ Սա էսա, այդ վայրի կորնգանը, սրել է հետևորդներ ջան ծաղկելա, մի հատ տեսեք, վայրի կորնգանը։ Վեդրան լծվեց, սիրել հետևորդներ ջան ասեն, որ հենց այս սեզախոտն է, որ համ կատուներն են ուտում, համ շները, այս իրանց օրգանիզմը բուժում է, մաքրում է, հենց այդ պատճառով էլ ես հնձեցի, որ իմ հավերն էլ ուտեն ու առողջ լեն, այս սեզախոտը բուժիչ հատկություններ ունի, իմացեք, այս որը որ վերադարել էտ էլ հվաքեմ, ու տանիմ հավերիս տամ արդեն, հեն անդի արդեն շներս էլ են ծամծմում, Всё. Այսքան եղավ։ Ահո, պատկերասրահը սևակն էլա, ամբը ետ գրգորունն է անգել։ Լատենան բալի մի քիչ ճամփ հապհելի կարտոշկեն ուզեի թորխեմ, շուտ գնամ հավերի խոտը տամ։ Հետա տայ գոռումա։ Ահ։ Բալի քամին քշե հա։ Էս ինչ հայ ագոռում։ Քամին քշում այս կրանրեսի վրա։ Լատենանք տպամես կպտտե, թե հլե դենը կտանի։ Շատ վախտելում ա, քամին պտտում ա, այդ սև ամբերը դենը քշում ա տանում։ Հավերս ճամփ այն պահում, ես խոտը տամ։ Ահա, լա մի հատ էլ, սենց էս ինչ լավն է, էսա վրա կտան։ Ճամփ այդ պահում, կտուցներ ու ծրած, էսա մսուր կլկցնեմ, լավ ուտեք։ Այն տակի երկար զոխերովը հանել չեն, որ այս մանդրերը շատ շաղ չի ինցնի։ Այ անձրև համպեր է, գործեր ունիմ, կշերով արի։ Անձրև մի արի, գործեր ունեմ մի արի, երկ եմ բալի գավոչ, կշերը գա։ Կերեք, հավիկ մի ջան, ձեզ ինչ կա, ձեր բալկոնն ունիք, շվակը կքաշվի։ Ոչ վարում եք, ոչ ցանում եք, այս թե ինչ շատ օգուտ եք տալիս, ապրին իմ հավիկները։ Տեկեր, ջուր էլա պետք բերեմ ջուրն էլ տամ հլա, շոք հայլել չիմ խմել եմ։ Շո։ Շատ էր է շոք, վառեր, է որ ասմա երկնքիցը կրավ վերածեր է, տոշնիտը հենց էր սոր։ Էխմեցեք։ Ես մի կողքի դուրը բաց էի արել, որոտի մի քիչ չրչորոտի, որ բունը մաքրեմ,
Իրանց առաջվա բուրն էլի, որտի որ ձմերը կենեին։ Շարունակվում է ամբը գոռալ, սիրելի հետևորդներ ջան։ Գնամ տուն, մի բաժակ կոֆե եմ խմեմ, հաց եմ կերել, բայց կոֆե չեմ խմել։ Կոֆե խմեմ, մի պուճուր հանգիստ առնում, հետո լատենանք ես երկնքի միտքը, ինչա էլի, գալտի, գալ չտի, խնգարել չտի, քանի որ միտք ունիմ կարտոշկեն բողազանելու։ Գնանք տուն կոֆե խմենք, եկեք։ Երկեցեք։ Ձուն գնացի ոչ մտիկ անեմ, թե ինչքան են ածել, Ռիգունը։ Ուշկս գործերումս, ուշկս երկնքումը, եկել եմ տուն, բալկոնումն եմ, այս մի կուրը, պատկերասրահս այս տեսքն ունի, հմի պտիտ կանք, այս սևակնած կուրը տեհեք, ինձ թվում ա քամին քշում ա, սա ես մի կտոր սև ամբվոր, քամին բալի քշեցի ու ցանանել, գիտեմ ոչ այս խիչի թոփերը կրակում, ոչ մի թոփի ձեն չի եկավ, դրամա էլ ջոգ եմ մտածում, համա թե արևել ա, այդ ատենում եք, որ արևել ա, գնամ տուն, Դե ինձ սիրելի հետևորդներ ջան, միացեք իմ կոֆեի ժամին, կոֆե էփեմ, լատենանք եղանակը ինչ ա ասում, տրամադրված է, որ գնամ, այդ մի գործն էլ առաջ տամ, առանց են էլ անձրևը չի թողում, որ փորեմ, որ ցանեմ, հենց մի քիչ չրչորոտում ագետինը, ետ գալիս ա հաց անում, Ես իմ երկրորդ կոֆեն ա, այսօր այն օրն ա, որ մեղուներին նայեցի, ձեր հետ հաճույքով զրուցեցի, սիրելի հետևորդներ ջան, եւ իմ ազատ օրն ա ու երկրորդ վլոգս եմ պատրաստում իմ եւ ձեր համար։ Շնորհակալություն, որ իմ կողքին եք, սիրելի հետևորդներ ջան, հիմա հետևեմ իմ կոֆեին, դուրս ու ներս անեմ, կոֆես գնալու եմ, բալկոնում նստեմ, այնտեղ խմեմ, հետևեմ տենամ այդ քամին, այդ սև ամբերը, այդ սևակնած տեղերը ոնց հացերում ու այդ ընթացքում նաև մի քիչ ֆիզիկապես հանգստանամ, մի քիչ լռեմ, այդպես էլ եմ հանգստանում, որ լռում եմ սիրելի հետևորդներ ջան ու մտքով եմ հանգստանում և դրանից հետո, եթե անձրև չկա, սիրով նորից ձեզ կմիանամ իմ կարտոշկի կատարման գործերով, Աստված տա, որ անձրևը ցրվի այս պահին, եթե գա, թող գիշերը գա, քանի որ դա նույնպես պետք է, բայց մեր գործերի չխանգարի։ Ես իմ կոֆեի կողքից չեմ հեռացել, այստեղ եմ ու արդեն եփեց։ Անջատեմ և լցնեմ։ Այս սիրուն բաժակի մեջ եմ վայելելու։ Գնացանք կոֆե խմելու մեր սիրելի վայրերում։ Ի ուրախություն ինձ եւ ձեզ սիրելի հետևորդներ ջան, սևակնած ամբերը քամին քշեց։ Պատկերասրահս նորից գեղեցկացել ա։ Եկել եմ հավերին ցորեն տամ, հետո գնամ կարտոշկեն բողազանեմ։ Բերի ցորենը։ Ինչ անեմ։ Դուրը բացանեմ ինգակ թրջկոտակ, եկեք մի թրջկոտացի, մի բուրը տամ, որ ես կային ամեջ եմ մտնում, եկեք, Սրանց ես մի թրջկոտ ալը, մի մոր ազա իրանց համար, մին դուրը պագեն, որ հանկարծ դուս չի գան, լատենամ ձուկա,
մի եշկումը հավը նստած էր, ժաշ չի գծեցի, այն մի եշկումն էլ 3 հատ խոշոր ձու, հեսա։ Չուզեցի էլի անտեղի ժաշ գծեմ հավին, եթե նա ցորնի վրա վիր չի կացել, կարող է էլի թուխսնելի, հուշ չանեմ։ Տակին քանի հատ ձու կլի, էտեն Ռիգունը կստուգեմ, եթե տենամ նստած է, եթե վիկացած լի, էտ ածուն կհվակեմ, սիրելի հետևորդներ ջան, դե քանի որ անձրևը գնաց, փախավ, ուրեմն գնամ աշխատեմ, ձուն տանեմ տուն մի հատ նոր։ Եկա բաղ չեն հասա ես, հովն ընգելա, հավեսով կաշխատեմ, մի հատ ցույց տամ, իմ աճեցրած կարտոշկի թփերը, ներերը, Այս ներքևի 4 շարը արդեն կոկոմել է ու ընտիր ձևով փարթամացել է։ Իմ խնամքի շնորհիվ ոչ մի մոլախոտ չկա։ Այս վերևի մասը մի քանի օրվա տարբերությունով է շուտով կգա, ես էլ նրա հետևից կհասնի։ Այս էլ 3-րդ շարը։ Երկրորդ անգամ բողազարի։ Այս 4-րդ շարն էլ առաջի ցանածին պատկանում ու նոր սրանից հետո մի շաբաթվա տարբերությունն է։ Անցնեմ առաջ։ Խոտերը, որը մնացել է, պարտադիր պետք է հանվի։ Իրավա բրցրացնում ենք փողը, որ կարտոշկեն իրավա աճի։ Այս գործողությունը կատարելով համ փողը նորից է փափկում, համ որ սենց վերևացնում ենք, Արդեն կարտոշկեն այդ վերևացրած փափուկ հողի մեջ է սկսում զարգանալ։ Շներից տրամադրությունը շատ բարձր է, կանաչ խոտերի մեջ վազվզում են, որ հովն ընկնում է, կենդանիներին էլ է դա դուր գալիս, ոչ միայն մեզ։ Հիմա սիրելի հետևորդներ ջան, այս գործողությունը, որ երկրորդ անգամ կատարեցի, էլ սրանից հետո սենց բողաշ չեմ անելու։ Կմնա, որ դեղերը սրսկեմ, որ լվիճը չվնասի, այն բծերա, որ բզեզները չվնասեն, հետո ջրեմ, եթե անձրև կգա շատ բարի, եթե տարին չորեին ագծում, ինչքան ուզում է ջրում ենք, կարտոշկեն չի իլնում, պետք է նաև անձրևները լի, որ կարտոշկեն մեր ջրելու հետ համատեղ, աճի կարտոշկեն էտ է սիրում, ինչքան էլ մենք անձրևներից նեղանում ենք, այ որ քիչ առաջ նեղացել էի, որ անձրև կգա, բայց այդ լրիվ ուրիշ է, էլի, այ հիմա եկել եմ գործս հանգիստ տարել եմ, հասել եմ այս մի շարին, անձրևը եթե կգա, ամպեր կա հավաքված, տեղ-տեղ, հավաքված սև-սև ամպեր կա, էտ էլ է պետք անպայման, անձրևը գա, բայց թող ոչ մեկիս գործը չխափանի ու գիշերը գա անձրևը հիմնականում, կամ էլ են վաղ, երբ որ տվյալ գործը արած վերջացրած ենք։ Ինովա։ Եղավ սիրելի հետևորդներ ջան։ Որ հասնում եմ այս վերջի մասը, այստեղ խոտեր կան, որ աճել են ու դեպի փափուկ հողն են եկել, էտ էլ հանեմ հավերը կուտեն։ Այս մեկն էլ վերջացրի։ Ու անցնեմ առաջ, լսելով Իմ այգու սոխակների երգի ձայնը։
ոչ մի քար չկա, որ խանգարի։ Մնաց շարքուկ է, սիրելի հետևորդներ ջան, վլոգս ավարտեմ և ասեմ, որ այս կոշիկները, որ ես այսօր հագա ու մտածում էի, որ չեմ կարա սրանով ինձ հարմարավետ զգամ, ասեմ, որ շատ հարմար եղավ, չի շոքացնում, չի քրտնացնում, որ բոթասներ էի հագնում ու գալիս էի բաղջում աշխատելու, բոթասները քրտնացնում էր, այն պահից սկսած, որ պիտակը պոկել եմ ու հագել եմ հագսա, անգամ կոֆե խմելու ընթացքում հագս եղել ու չի քրտնացնում, ծանր չի, ինքը մի հայացքի ծանր այրևում ու ինձ դուր եկավ։ Ես մշտապես արդեն կհագնեմ, չնայած այն բանին, որ ինձ համարով մեծ է, դա ավելի լավ, օդ կխաղա և էլ ավելի թեթև կլինի ու չի շոքացնի ինձ։ Եվս մեկ անգամ շնորհակալություն հայտնեմ տիկին Սոնիկին, որ այսպիսի հարմարավետ բան ա ուղարկել ինձ ծանրոցի մեջ։ Եվ նույն ձևով շարունակեմ գործս ես մաղթելով ինչպես միշտ հաջողություն։ Լավ եղեք, ուրախ սրտով եղեք և միշտ լավ գործերի մեջ եղեք։